Արդարն ու մեղավորը Աստծու որդին եկավ աշխարհ փրկելու մարդկանց, նա մեծ նշաններ արեց, որպեսզի ամենքը տեսնեն, որ ինքը Աստծուց է ուղարկված։ Հիսուսը պատմեց մարդկանց Աստծո սիրո եւ փրկության ճանապարհի մասին։ Նիկոդեմոսը բարեպաշտ մարդ էր, նա հրյաների առաջնորդ եւ ուսուցիչ էր։ Նիկոդեմոսը շատ էր աղոթում եւ չքավորներին ողորմություն անում։ Նա կարծում էր, որ այդպիսով մոտենում է Աստծուն, բայց Հիսուսը բանը ասաց. եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել։ Մենք արդեն խոսել ենք, որ մարդն Աստծու զավակ է դառնում, երբ հավատում է Քրիստոսին եւ ընդունում նրան որպես իր փրկիչը։ Սա կոչվում է վերստին ծնունդ կամ երկրորդ ծնունդ, քանզի տեղի է ունենում առաջին ֆիզիկական ծննդից հետո։ Նիկոդեմոսը ոչ մի կերպ չէր հասկանում, մինչև որ Հիսուսը չպատմեց Աստծո սիրո մասին։ Հովհաննես 3:16 խոսքում ասում է. Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Մենք կարիք ունենք վերստին ծննդյան, անկախ մեր բարի գործերից։ Աստված սիրում է ձեզ եւ իր որդուն զոհեց, որպեսզի դուք եւս կյանք ունենաք նրանով։ Հարկավոր է միայն հավատալ նրան եւ ընդունել որպես անձնական փրկչի։ Հովհաննեսը ժողովրդին կոչ է անում Հիսուսին հետևել։ Նա ուզում էր, որ Քրիստոսը փառաբանվի։ Հայրը սիրում է որդուն եւ ամեն բան նրա ձեռքն է տվել։ Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծու բարկությունը մնում է նրա վրա։ Հովհաննես 3:35 խոսք, 36 խոսք։ Մեղավոր կնոջ դարձը։ Նիկոդեմոսի հետ զրույցից հետո Քրիստոսը ճանապարհվեց դեպի Սամարիա։ Նա հոգնեց, ճանապարհին կանգ առավ մի ջրհորի մոտ եւ պատահական մի կնոջից ջուր խնդրեց։ Կինը այնքան էլ սիրալիր չէր, բայց Հիսուսը ասաց կնոջը, որ ինքը կարող է կյանքի ջուր տալ նրան։ Կինը ցանկացավ ունենալ այդ ջուրը, բայց ստիպված էր գիտակցել իր մեղավոր լինելը։ Հովհաննես 4:18 խոսք։ Ոչ ոք չի կարող Աստծուց օգնություն խնդրել առանց ապաշխարության։ Երբ Հիսուսը հայտնեց սամարացի կնոջը, որ ինքը Քրիստոսն է, կինը երջանկությամբ լի շտապեց քաղաք, որպեսզի այդ մասին պատմի մարդկանց։ Հովհաննես 4:28 խոսք։ Հիսուսը նույնպես երջանիկ էր, որովհետև կյանք պարգևեց այդ մեղավոր կնոջը։ Հովհաննես 4:34 խոսք։ Մի մարդ խնդրեց Հիսուսին, որ իր տուն գնա եւ բժշկի իր հիվանդ որդուն։ Հովհաննես 4:47 խոսք։ Հիսուսը ուրախությամբ օգնեց նրան։ Աստծո որդին սիրում է բոլոր մարդկանց։ Նա իր կյանքը տվեց, որպեսզի բոլորը կարողանան փրկվել։ Իսկ դուք վերստին ծնվել եք, արդյոք ցանկանում եք կենաց ջուրը ստանալ։